Ողջույն բարեկամներ, ես Տիգրան Խզմալյանն եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը։ Այսօր 2026 թվականի հունիսի 13-ն է, ամառվա կեսը։ Եվ մենք կխոսենք այսօր վերջին օրերի կարևորագույն զարգացումների մասին, ինչպես նաև կփորձենք կանխատեսել առաջիկա օրերի զարգացումները։ Եվ այսպես, կարծում եմ ամենակարևորը, ինչից պետք է սկսել մեր այսօրվա հանդիպումը, դա ռուս-ուկրաինական պատերազմն է և մասնավորապես Ուկրաինայի աննախադեպ հաջողությունները այդ պատերազմում։ Միայն վերջին 8 օրվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցել են 105 ռուսական նավթալցնող նավ Սև և Ազովի ծովերում։ Իսկ եթե գումարենք դրան մի քանի խոշորագույն, այդ թվում խոշորագույնը Օմսկի նավթամշակման գործարանը, որը նույնպես պայթեցվել է ուկրաինական անօդաչու ուժերի կողմից, ապա մենք կհասկանանք կամ գոնե կփորձենք պատկերացնել, թե ինչ է կատարվում Ռուսաստանում այս ամառվա օրերին։ Իսկ կատարվում է այն, ինչ անվանում են լատինական կոլլապս գեղեցիկ խոսքով։ Ռուսական տնտեսությունը և հետևաբար պատերազմական մեքենան պարալիզացված են կիսով չափ։ Պաշտոնական տվյալները Ռուսաստանում վառելիքի կորուստները և պակասը կազմում է 40-ից 50%։ 88 ֆեդերալ տարածքներից 60-ում հայտարարված է հատուկ իրավիճակ, արտառոց, արտակարգ իրավիճակ։ Մի քանիսում նավթամշակման, այսինքն նյութերը, բենզինը, սալյարկան, դիզելը և ավիակերոսինը ընդհանրապես չեն վաճառվում։ Կանգնած է բերքահավաքը, կանգնած է ապրանքաշրջանառությունը և բեռնատեղափոխումը, կանգնած են գնացքները, ավտոբուսները, ինքնաթիռները։ Բնակչությունը սկսել է զայրանալ, դժգոհել և արթնանալ։ Իսկ դա ամենավտանգավոր բանն է ռուսական պատմության մեջ, որովհետև ռազմական անհաջողությունները բերում են սոցիալական պայթյունի։ Մարդիկ այլևս չունեն ոչ մի և չեն ընդունում ոչ մի արդարացում իրենց անմարդկային, նզովացված, նզովյալ, ստորացված իրավիճակի կյանքի համար։ Հաղթանակներ չկան, ուրեմն չկա կայսրությունը։ Այսպես է ավարտվում մեր հերթական զավթիչ կայսրության ճակատագիրը։ Ուկրաինայի հողի և ջրի վրա, օդի մեջ։ Ղրիմում բենզին չկա ընդհանրապես, բայց այնտեղ չկա նաև հոսանք և ջուր, հյուսիսում հատկապես, և 2 միլիոնից մի քիչ ավել ռուսական ազգաբնակչությունը սկսում է փախչել Ղրիմից, և փախչում է ոչ թե Տիգրան Քյոսայանի կողմից հավերժացած Ղրիմի կամրջով, որը չափազանց խոցելի է ուկրաինական հարվածների համար, փախչում են մայրցամաքային Ռուսաստան թերակղզու ամենանեղ հյուսիսային շրջանում, որտեղ կանգնած է մի քաղաք՝ Արմյանսկ, նախկին փառավոր հայկական Ղրիմի պատմությունից մնացած վերջին բեկորը, որտեղ ով է հիմա հիշում Այվազովսկուն ու Թեոդոսիան։ Այդպես որ սա վերջին մռայլ ակնարկն է, որը ճակատագիրը հղում է Ռուսաստանի հայերին։ Արմյանսկով մայրցամաքային հարավային Ռուսաստան փախչող ռուսները զայրացած, կատաղած, քաղցած առջվելու են և բախվելու են Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջանի հայության հետ, նրանց բարգավաճ դարերով շարունակվող կյանքի հետ։ Եվ ես մեծ վտանգ եմ տեսնում
այնտեղի հայության համար։ Մենք ամիսներ և տարիներ շարունակ զգուշացնում ենք, կանխատեսում ենք այս ամենը։ Հիմա զգուշացնելու ժամանակն անցել է։ Եթե չեք հասցնում փրկել ձեր տները, արդեն չեմ խոսում բիզնեսների, գործարանների, խանութների մասին, դա անհույս է։ Փրկեք գոնե ձեզ, ձեր երեխաներին։ Սա իմ վերջին հորդորն է։ Կներեք։ Ռուսական Տիտանիկը կամ Պուտիտանիկը, ինչպես դառը սրամտում են ոմանք, բախվել է ուկրաինական սառցաբեկորի հետ, սառցասարի և խորտակվում է։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Ես հիմա չեմ ուզում խոսել այն պրոռուսական ուժերի հետ ճակերտներում, որոնք շարունակում են իշխել, ամենադեպս ունեն 3 կուսակցություններից 2-ի մանդատները ազգային ժողովում և շարունակում են ծախել մեզ վրա Տիտանիկի տոմսեր։ Ես չեմ խոսում նաև Ռուսաստանին դեռևս ապավինող ազգաբնակչության մասին, իրենց թիվը կտրուկ կրճատվել է, հույս ունեմ, որ դրանում կա նաև մեր կուսակցության համեստ մասը։ Ես պարզապես առաջարկում եմ ուշադրություն դարձնել, ինչ նոր մարտահրավերներ է առաջանում դրա հետ կապված։ Բայց մինչև դրան անցնելը ես ուզում եմ նշել շաբաթվա երկրորդ կարևորագույն իրադարձությունը։ Անկարայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և դա պատմական նիստ էր, որովհետև Դավոսից հետո առաջին անգամ պաշտոնապես ՆԱՏՕ-ի ձևաչափով գծվեց հստակ անջրպետ Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև։ Միացյալ Նահանգները Թրամփի օրոք թոթափում են իրենցից Ռուսաստանի դեմ Եվրոպային պաշտպանելու տասնամյակների պարտականությունը և չեն ուզում լինել Եվրոպայի պաշտպանության և անվտանգության երաշխավորը։ Օբյեկտիվության համար հանուն արդարության ասենք, որ Եվրոպան այնպես չէ, որ կամավոր վերցրել էր իր վրա այդ պաշտպանվողի, հովանավորվողի դերը։ Դա Միացյալ Նահանգների թելադրանքն էր։ Զինաթափել Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թույլ վիճակում պահել Բրիտանիային, Ֆրանսիային, չեմ ասում Իտալիայի և Իսպանիայի երկրների մասին։ Բայց հիմա Թրամփը դա ներկայացնում է որպես մեղադրանք և եվրոպական մեղք։ Եվրոպացիները չեն վիճում, Թրամփի հետ վիճել անիմաստ է։ Թրամփը շարունակում է վիրավորել իր դաշնակիցներին, սկսած Դանիայից, որից պահանջում է Գրինլանդիան, վերջերս կրկին պահանջեց, Իտալիան, որի վարչապետին հեգնում է, Իսպանիան, որի վարչապետին անվանում է ահավոր սարսափելի մարդ, և ընդհանրապես Անկարան չէր ուզում գալ իր իսկ խոստովանություններից, և նելով նա ասաց, որ գալիս է միայն հարգելով իր լավագույն բարեկամ Էրդողանին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ամբողջ ՆԱՏՕ-ի կազմից գերադասում են որպես դաշնակից Թուրքիային։ Եթե դա անկեղծ է, դա բավական հետաքրքիր է։ Հետաքրքիր է, որովհետև Միացյալ Նահանգների այս կեցվածքը հակադարձում ստացավ ոչ միայն Եվրոպայից, այլ նաև Իսրայելից։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ուղիղ Թրամփին բացատրեց ուղիղ եթերում հրապարակավ, որ Թուրքիան Միացյալ Նահանգների և Արևմուտքի բարեկամը չէ։ Ինչպես նա ասաց, դա կկվի ձու է եվրոպական և ՆԱՏՕ-ի բնի մեջ, ինչը սովորաբար արվում է կկվի ձվերի կամ ձագերի հետ հայտնի է։ Այսպիսի համեմատություններից հետո Իսրայելը շարունակում է հայտարարել Թուրքիան իր գլխավոր թշնամին տարածաշրջանում։ Եվ հետաքրքիր է, որ Անկարայում անցնող կարևորագույն այս ՆԱՏՕ-ի վերաժողովի ընթացքում Եվրոպան անհրաժեշտ համարեց ոչ ավել ոչ պակաս 3 կոշտ հակաթուրքական բանաձև ընդունել։
հիշեցնելով Թուրքիային ոչ միայն 74 թվականի Կիպրոսի հյուսիսի զավթման ընթացքում հազարավոր հույն կանանց և աղջիկների բռնաբարությունների մասին և ուղիղ մեղադրելով հերոսական թուրքական բանակը, այլ նաև հիշելով հայերի, հույների, ասորիների, ավելացնենք նաև եզդիների սպանդը, ջարդը, ցեղասպանությունները և հայտարարելով, որ ցեղասպանություն կատարած և չընդունած ժխտող երկրները, ազգերը, քաղաքական կառույցները ու գործիչները տեղ չունեն Եվրոպայում։ Ինչի է այս ամենը ասվում հենց այս օրերին։ Կարծում եմ բոլորս հասկացանք ինչու։ Բայց հետաքրքիր է մեկ այլ բան, և դա նույնպես ուղիղ վերաբերվում է Հայաստանին։ Չէ, երրորդ թեմային անցնելուց առաջ հիշեցնեմ հետևյալը։ Եվրոպան փաստորեն հիմա ստանում է հակաթուրքական իր այս տեսլականի շրջանակներում անսպասելի մի նոր դաշնակից Իսրայելին։ Իսրայելին, որը հենց Եվրոպայում Հունաստանի և Կիպրոսի միջոցով նոր դաշինք է փնտրում, ինչպես ասեց Նետանյահուն, բնիկ հնագույն ազգերի դաշինք ընդդեմ քոչվոր զավթիչների, նկատի առնելով Թուրքիային։ Եվ հենց այս ենթատեքստում է առաջարկ արվել Հայաստանին միանալ այդ դաշինքին։ Ինչպես է արվել այդ առաջարկը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով։ Բայց ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Փաշինյանը հայտարարեց, որ չի ցանկանում զենքայնացնել հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը ինքնըստինքյան կարելի է հասկանալ, չընդունելով և չհամաձայնելով հասկանալ, կարելի է, և շատեր ասեցին, դե հա իհարկե, ինչու մենք պետք է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ելնենք Իսրայելի հետ, բայց երկու հանգամանք, առաջինը, Իսրայելի ետևում միշտ կանգնած է եղել և մնում է Միացյալ Նահանգները, Հունաստանի և Կիպրոսի ետևում, թիկունքում կանգնած է Եվրամիությունը, այսինքն Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը այդ դաշինքը կազմում են Միացյալ Նահանգների և Եվրոպայի համաձայնության ներքո, և մերժելով Իսրայելին, Հայաստանը իրականում մերժում է նաև Միացյալ Նահանգների և Եվրոպայի որոշումներ ընդունող կարևորագույն շրջանակներին։ Հասկացա՞նք մենք դա արդյոք, թե ոչ։ Եվ երկրորդը, փաստորեն, Երևանը այս պահին Եվրոպայի Աթենքի, Նիկոսիայի և Երուսաղեմի մի կողմից միջև և մյուս կողմից Անկարա, Բաքու, Մոսկվա եռյակի ընտրում է վերջինը և անվանում է դա բալանսավորված ռեգիոնալիզմ կամ ինչպես վերջերս ասեց վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդատու Լիլիթ Մակունցը, ստրատեգիկ ոչ թե բալանս, ինչպես նա ասեց, պետք է հիշեմ, տեսակ մոռացա, ստրատեգիկ ռեալիզմ, ռեգիոնալիզմ, բալանսավորում և այս ամենը գեղեցիկ խոսքերով կոչված է թաքցնել մի զավեշտալի իրողություն։ Երևանը ստանալով մերձենալու առաջարկներ Եվրոպայից, Իսրայելից, ընտրում է Բաքուն, Անկարան և Մոսկվան։ Իսկ ինչի անում այս ընթացքում Բաքուն, դա էլ է շատ հետաքրքիր։ Բաքուն առաջինն էր, որ արձագանքեց հակաթուրքական, եվրոպական հակաթուրքական բանաձևերին, և Ալիևը ժամեր առաջ հայտարարեց, որ ինքն է խզում բոլոր կապերը Եվրոպական խորհրդի և խորհրդարանական վեաժողովի հետ, որտեղ իմիջիայլոց Ադրբեջանի ձայնի իրավունքը սառեցված է Եվրոպայի նախաձեռնությամբ։ Այս անգամ Ալիևը որոշեց չսպասել և խզում է հարաբերությունները Եվրոպայի հետ։ Ում սիրտը կերավ Ալիևը։ Արդյոք Ծառուկյանի գազանանոցում
անզգուշորեն սպանված առյուծի։ Ոչ։ Ալիևը շարունակում է ապավինել Եվրոպային իրեն վաճառելով իր և հիմնականում ռուսական նավթն ու գազը և կախված մնալով Եվրոպայից, բայց Ալիևը ավելի կարևոր, քան անգամ այս տնտեսական եկամուտները, համարում է իր զավթողական տեսլականը, իր գերխնդիրը, Սյունիքը և անկլավները։ Ինչու նույն հայտարարության երկրորդ մասում նա ասաց, որ միաժամանակ Բաքուն լիակատար լիարժեք կարգավորեց հարաբերությունները Մոսկվայի հետ և արձանագրեց նոր մերձեցում Պուտինի հետ։ Իհարկե Բաքուն հերթական անգամ խաբելու է ռուսներին, ինչպես Մուստաֆա Կեմալը խաբեց Լենինին, ինչպես Ինոնյուն խաբեց Ստալինին, ինչպես Հեյդար Ալիևը խաբեց Ելցինին, ինչպես Իլհամ Ալիևը խաբեց Պուտինին, նա նորից է խաբելու Պուտինին։ Ինչ է կատարվում իրականում։ Հասկանալով այն, ինչի մասին մենք խոսեցինք մեր խոսակցության սկզբին, հասկանալով Ռուսաստանի մոտալուտ պարտությունը, Բաքուն, իմ խորին համոզմամբ, շտապում է շնից մաս փոկել և քաղել դեռ ոտքի վրա կանգնած Ռուսաստանից, հատկապես Հայաստանում ամուր կանգնած, քաղել Ռուսաստանից այդ շնի մազը, այդ վերջին հնարավորությունը։ Ինչ կոնկրետ, ինչի մասին է խոսքը գնում։ Հիշենք, որ Ալիևը դեռ չի ստացել իր նախընտրական նախապայմանները Փաշինյանից։ Նա դեռ չի ստացել անկլավները և չի ստացել սահմանադրության փոփոխությունները։ Եվ ահա ինչ է նա կտրուկ նորից մերձենում Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը այս օրերին հայտարարեց, որ փոխում է սեփականատիրոջը Թեղուտում։ Թեղուտը, որը ժամանակին հայկական Վալեքս ընկերությանն էր պատկանում, իր ոսկու և պղնձի ու մոլիբդենի պաշարներով, հետո անցավ ռուսական ՎՏԲ բանկին, որը Կրեմլի լծակներից մեկն է, ընդամենը մականում։ Հիմա ՎՏԲ-ն անում է նույնը, ինչ ժամանակին արեց Գազպրոմը, Գազպրոմ Արմենիա կառուցելով, ինչ արեց էլեկտրոցանցերի ռուսական համակարգը, փոխանցելով էլեկտրոցանցերը Հայաստանում ռուսական փողերով հարստացած օլիգարխ Սամվել Կարապետյանին, հիմա նույնը ինչ արեց օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, նույն ռուսական բանկային համակարգը փոխանցելով այն մեկ մյուսին էլի ռուսական օլիգարխներին, այսինքն պետական մենաշնորհը փոխելով ռուսական օլիգարխներով։ Նույնը հիմա արվում է Թեղուտում։ Այսինքն Ռուսաստանը ոչ երկաթուղու, ոչ հանքերի, ոչ բանկերի հարցերում չի զիջում իր դիրքերը Հայաստանում։ Եվ տեսնելով այս ամենը, Ալիևը որոշում է խաղալ ուղիղ տիրոջ Պուտինի հետ, նրա հետ փորձելով հարցեր լուծել։ Իհարկե նա խոստանալու է կրկին ռուսական FSB-ի վերահսկողություն այն տարածքներում, որը փորձում էր, բայց չկարողացավ զավթել 21-22 թվականին, որովհետև պատերազմից անմիջապես հետո Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, եթե հիշում եք, օրնիբում գիշեր-ցերեկ մնում էին Սյունիքում իրենց դրոշներով, շատերը այդ մասին մոռացան կամ չեն էլ իմացել։ Իսկ 22 թվականի աշնանը եվրոպական խաղաղապահ դիտորդների առաքելությունն է խանգարում Ադրբեջանին որևէ քայլ կատարել արդեն Ջերմուկում, Թավուշում և Սյունիքում կատարած զավթումներից ավել և պահպանելով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կյանքեր հայոց բանակի զինվորների։ Էդ էլ չեք հիշում, մոռացել եք, թե չգիտեիք։ Եվրոպական միությունն է փրկում ձեր որդիներին արևելյան սահմանում Ադրբեջանի կրակոցներից և ռուսական զենքից։ Եվ հիմա ես մեծ վտանգ եմ տեսնում Ադրբեջանի այս նոր զարգացումների հետ
Եվրոպայի հետ թեև ժամանակավոր, բայց խզումը, եւ Ռուսաստանի հետ թեև ժամանակավոր, բայց ակնհայտ մերձեցումը։ Այդ ամենը արված է հանուն անկլավների եւ Սյունիքի, այդպես որ վտանգը առկա է։ Բայց ո՞րն է այդ վտանգի ելքը։ Արդյոք Փաշինյանը կարողանալու է պայմանավորվել Ալիևի, Էրդողանի, Պուտինի հետ։ Այդ ով էր կարողացել նրանց հետ պայմանավորվել։ Ուկրաինան, Վրաստանը, Եվրոպան, կամ այդ երբ է Փաշինյանը կարողացել պայմանավորվել ինչ որ բանի մասին նույն Պուտինի ու առավել ևս Ալիևի հետ։ Բոլոր պայմանավորվածությունները ավարտվում էին պարտություններով եւ տարածքային կորուստներով, բայց կա մեկ ճանապարհ, որը դուրս է հանում մեզ այդ սարսափելի թակարդից։ Եվ դա 22 թվականի աշնան ելքն է, Եվրամիության մուտքը Հայաստան, եւ 25 թվականի մարտի 26-ի օրենքը, որը նախաձեռնել է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որովհետև Եվրամիության թեկնածու անդամ երկրի հետ, Հայաստանի հետ, Ադրբեջանը եւ Ռուսաստանը այլևս չեն կարողանա խոսել այնպես, ինչպես խոսում է Փաշինյանի հետ Պուտինը, Ալիևը եւ Էրդողանը, որովհետեւ այդ դեպքում իրենք խոսելու են ոչ թե Փաշինյանի կամ Հայաստանի հետ, իրենք խոսելու են Եվրոպական միության հետ, եվրոպական փողերի, եվրոպական զենքի, եվրոպական արժեքների եւ սկզբունքների հետ։ Ահա ինչու։ Կրկնում եմ նորից ու նորից, օր առաջ, ժամ առաջ կատարեք Հայաստանի Հանրապետության 2025 թվականի մարտի 26-ի օրենքը Եվրամիության անդամակցության մասին։ Մենք ենք նախաձեռնել այդ օրենքը։ Մենք հիմա խոնարհաբար առաջարկում ենք մոռանալ բոլոր տարաձայնությունները։ Մենք առաջարկում ենք վերստեղծել արտախորհրդարանական, դեմոկրատական ընդդիմության հետ երկխոսությունը, որովհետև ազգային ժողովում խոսելու մարդ չկա, այնտեղ Պուտինի գվարդիան է։ Եվ ուստի մենք առաջարկում ենք վերադառնալ արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության ձևաչափին, որի լավագույն արդյունքն էր Եվրամիության անդամակցելու օրենքը։ Այն միակ հույսի ճառագայթն այս խավարի մեջ, որի մասին խոսում են բոլորը՝ Եվրոպան, Ամերիկան, անգամ Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Մի մասը հիացմունքով, մյուս մասը ատելությամբ։ Սա նշանակում է, որ մենք ճիշտ ենք։ Եկեք բռնվենք այս ճշմարտությունից։ Եկեք վերանանք, վեր կանգնենք մեր տարաձայնություններից եւ միավորվենք մեր հայրենիքի փրկության միակ իրական ճանապարհի, եվրոպականացման ճանապարհի վրա։ Այսօր այսքան։ Լավ եղեք։